ինչ փոփոխություններ եք տեսնում ԱՄՆ-ում հայկական մշակույթի պահպանման մեջ եւ առհասարակ արդյոք պահպանվում է այն։ Երևի այսօր ամենակարևոր տեղը, որտեղ պետք է պահել հայոց մշակույթը, դա Հայաստանն է։ Այո։ Որքան էլ ցավալի չի իմ այս խոսքը։ Պարզվում է ամենից շատ պաշտպանության կարիք ունի Հայաստանում հայոց ազգային մշակույթը, հայոց արժեքները, հայոց այբուբենը, հայկական մաքուր երաժշտությունը, փոքր լավը, որ գտնում եմ, ուզում եմ խոշորացույցը պահեմ վրան ու մեծ ցույց տամ, որ կոմպենսացնեմ վատի հետ, որ այդ բալանսը պահեմ, որ չգշվենք։ Այո։ Չեմ ուզում որակավորեմ ամբողջ մեր հայ ազգին, բայց ունենք այդ խաբար տալ չասեմ, բայց իրար վրա գրվելու մատնելու հատկությունը բնակչության քանակով մեր երկիրը փոքրերից է եղել, բայց մարդկանց մատնելու քանակով առաջինը։ Մենք որ հետ են գնում ցեղասպանության տարբեր պատճառների, դա էլ է եղել հիմքում։ Մատնություն այո եղել։ Մատնությունները։ Ես երբեք չեմ տալիս որակում ու որակավորում ամբողջ ազգին, որովհետև այդ նույն ազգի մեջ կան տարբեր անհատներ, եւ լավ, եւ դավաճան, եւ անհայրենիք, եւ հայրենապաշտ։ Այդքանով հանդերձ պարզվեց, որ մենք ունենք անհատական մակարդակում թեկուզ պայքարելու ուժ ու կարողություն, չընկճվելու, չվհատվելու, չփախչելու, հասկանում ես, չմատնելու, չդավաճանելու։ Տես այն էլ կա, այն էլ կա։ Այո, աշխարհի ցանկացած վայրում հայը նրանով է տարբերվում, որ ուր էլ ոտք է դրել, փորձել է եկեղեցի կառուցի, եկեղեցին հենց դա է բերում, որ փորձել է պահի իր կրոնը, երկրորդը դպրոց ստեղծի, որ փորձել է պահի լեզուն։ Հատ հերքել ու մերժել այնինչ քեզ հարստացնում է ու քո հարստությունը դարերով տարել է, մի տեսակ առնվազն ճիշտ չի։ Այդ ոնց որ նավդ կա, նավի վրա այդ ամբողջը կա, բայց դու հա նավապետին վիրավորում ես։ Նավապետն էլ մի օր ասում է՝ դուք էլ, ձեր նավն էլ վեր է կենում ու անհետանում է։